Հակոբոս 2 Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ Եղբայրներ իմ, աչառությամբ մի պահեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքի Տիրոջ հավատը։ Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա ոսկի մատանի և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի աղքատ կեղտոտ զգեստներով, և դուք նայեք նրան, ով շքեղ զգեստներ ունի, և ասեք. դու նստիր այստեղ, պատվո տեղը, իսկ աղքատին թե ոտքի կանգնիր դու այդտեղ, կամ թե եկ նստիր իմ պատվանդանի մոտ։ Այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չեք լինի, և չար խորհուրդների դատավորներ չեք լինի։ Լսեցեք ինձ, իմ սիրելի եղբայրներ, չէ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներ այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին, իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չեն, որ հարստահարում են ձեզ, հենց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս։ Նրանք չեն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչված եք դուք։ Ապա եթե կատարեք արքայական օրենքը Սուրբ գրքի համաձայն, թե պիտի սիրես քո ընկերոջը ինչպես ինքդ քեզ, լավ եք անում, իսկ եթե աչառություն եք անում, մեղք եք գործում, դատապարտվելով օրենքից որպես օրինազանցներ։ Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին, որովհետև նա, ով ասաց, թե չպիտի սպանես, նաև ասաց, թե և չպիտի շնանաս, քանզի եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ։ Այնպես խոսեցեք և այնպես գործեցեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել, քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց։ Հավատ և գործ Եղբայրներ իմ, օգուտն ինչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա, մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել։ Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, և ձեզնից մեկը նրանց ասի. գնացեք խաղաղությամբ, տաքացեք և հագեցեք, և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ինչ օգուտ է։ Նույնպես և հավատը, եթե նա գործեր չունի, առանձին մեռած է։ Բայց թերևս մեկն ասի. դու հավատ ունես, իսկ ես գործեր, ցույց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով։ Դու հավատում ես, որ մեկ է Աստված, լավ ես անում, դևերն էլ են հավատում և դողում։ Ով փուչ մարդ, ուզում ես իմանալ, հավատը դատարկ բան է առանց գործերի։ Աբրահամը, մեր հայրը, չէ որ գործերով արդարացավ, սեղանի վրա հանելով իր որդուն Իսահակին, որպես զոհ։ Տեսնում ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, և գործերով էլ հավատը կատարյալ դարձավ։ Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. Աբրահամը հավատաց Աստծուն, և այդ նրան որպես արդարություն համարվեց, և նա Աստծուն բարեկամ կոչվեց։ Տեսնում եք, որ գործերով է արդարանում մարդ, և ոչ թե միայն հավատով։ Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացավ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով, ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի։